Արմրու լրատվականը տեղեկացավ, որ նոյեմբերի 7-ին Հայաստանում ձերբակալել են հայտնի գործարար Ռոբսոնին Ռուբեն Թաթուլյանին։ Քիչ առաջ ՆԳՆ-ից պաշտոնապես հայտնեցին, որ քրեական ոստիկանության ծառայողները նշված անձին հայտնաբերել եւ ձերբակալել են։ Նրա հայտնաբերման մասին տեղեկատվությունը պատշաճ կարգով փոխանցվել է դատախազությանն ու հետախուզումը նախաձեռնողին։ Իզվեստիա պարբերականի տվյալներով նոյեմբերի 7-ին Հայաստանում ձերբակալվել էր հայտնի գործարար Ռուբեն Թաթուլյանը, որն ավելի հայտնի է որպես Ռոբսոն։ Ավելի ուշ նրան ազատ են արձակել։ Ռուսաստանում Թաթուլյանը հետախուզման մեջ է սպանություն, խարդախություն եւ հանցավոր համայնքի կազմակերպում հոդվածներով։ Ռուսական դատարանը նախկինում նրա նկատմամբ հեռակա կարգով կալանք է ընտրել որպես խափանման միջոց։ Նշվում է, որ գործարարը Հայաստանի քաղաքացիություն ունի։ Իսկ ով է ձերբակալված հայազգի գործարարը։ Խոսելով Թաթուլյանի մասին, գործընկերները նշում են, որ նա հայտնի է եւ հարգված մարդ է։ Նշենք, որ նա ՌԴ Պետդումայի падգամավոր Ալեքսանդր Կարելինիի օգնականն է եւ Սոչիում ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահը։ Ռուսական առաջատար լրատվամիջոցները հայտնում են, որ Թաթուլյանի գործունեության մասին վաղուց առասպելներ են պտտվում, լուրեր են շրջանառվում, թե Սոչիում եւ ընդհանրապես երկրամասում տեղի չի ունենում որևէ բան, որը Ռոբսոնի սրտով չլինի։ Ոչ Սոչիի քաղաքապետը, ոչ էլ նույնիսկ երկրամասի ղեկավարը ոչինչ չեն կարող անել, եթե Թաթուլյանը դեմ է դրան։ Նա Սոչիի ստվերում գտնվող տերը չէ, նա պարզապես տերն է։ Այսպես են արտահայտվում Թաթուլյանի մասին տեղացիները։